Տեղյակ եք, որ վերջերս Վաշինգտոնում նախաստորագրվել է մի փաստաթուղթ իբր Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության նպատակների մասին։ Այդ փաստաթղթի վկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փաշինյանը, սակայն, ներկայացնում է նրան որպես երաշխավոր։ Ինչ եք կարծում, Թրամփը կարող է երաշխավոր լինել մեր եւ ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին։ Չնայած նրա, որ Թրամփը կարծես արդեն մոռացել է, որ երկրներն էին Հայաստանը մեկ Ալբանիայի կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան։ Լուրջ է արդյոք այս ամենը։ Չեմ կարծում, որ նա իրական երաշխավոր է եղել։ Չէ, երաշխավոր չի կարող։ Երաշխավորը մեր ժողովուրդն է, մեր ուժ եղել է։ Ամերիկան մեզ ինչ։ Այսօր Թրամփը նայքուց մի ուրիշն է։ Նա էլ կասի ես, որ երաշխավոր եմ ոչ։ Որ երաշխավոր է, թողնել պատասխան տա։ Չէ։ Նրանք Հայաստանի մասին вообще ոչ մի երաշխիք չեն տալի։ Սուտի թղթերը գրում են, մտամտի երաշխիք են տալի, բայց չեն տալի։ Դες բան չի ասել։ Թրամփը որ երաշխիք կային ամենքը այդ թղթին որ տվել է։ Նա վստահելի չի։ Ամերիկան իր օգուտների իմանա Ադրբեջանն ավելի մոդիկա զգան, բանում կացի Հայաստան։ Հայաստանից նա ոչ մի օգուտ չունի։ Դրա մեր ոչ մի երաշխիք չկա։ Ամերիկայից խոսալ պետք չի։ Հենց Աֆրիկյանի խաթեր որ ազորն է բացել։ Ամերիկան վատ վիճակում է։ Չեմ կարող ասեմ։ Դի երևի հավայ թուղթ էր էլի։ Ինչու եք այդպես կարծում։ Դե ուրիշ ինչ կարծեմ։ Եթե անխոչնդոտ ճանապարհ են տալի ուրիշի 100 տարով, 99 տարով։ 20 տարի հետո էլ մերը չէ, ինչ։ Ոնց կարելի լրջություն տալ դրան։ Որ Փաշինյանը ասում է, պարոն Թրամփ, ես Հայաստանի վարչապետն եմ, ծանոթանում եմ հետը։ Դրանից առաջ գործարք էինք ընկել։ Ոնց կարելի է։ Չեմ կարող ասել, բարդ հարց եք տալիս։ Որոշակի չափերով հա, բայց Թրամփին են ղեկավարումն ինչ Թրամփը, ինչ որ պատմությունը մեզ սովորացրել է, որ ոչ մի թուղթ, ոչ մի անգամ երաշխիք չի եղել, երաշխիքը միակ ուժն է։ Ուժը միասնությունը Ոչ, Թրամփի նպատակն է ասել ճանապարհ բացի բազան դնի, իա արտասահմանյան Ռուսաստանի դեմ, իա սա կյանքի Ամերիկայի նպատակն է եղել Ռուսաստանի ճնշի, բայց Ռուսաստանին դժվար է ճնշել։ Ամերիկան միշտ Ռուսաստանին չի հարգել, չի սիրել։ Այդ մի երկինա որ կյանքում մի հողի մեջ կռիվ չի արել։ Ամենտեղ պատերազմներ ստեղծել։ Ու ինքն իր նպատակն է Ռուսաստանը քանդի։ Ու Ռուսաստանը քանդելու նպատակով Հայաստանը ուզում օգտագործի այդ միջանցքը որ կա, որ հա տան հայերը ինքը դրի իր բազաները։ Չէ, Ամերիկային կարելի է որոշ չափով, բայց որ ասեմ լիարժեք նրանք են, բան չի, ամեն մարդ իր գործն է ուզում անի։ Ամերիկան իր շահերն ունի, Ռուսաստանն իր շահերն ունի։ Նենց որ պետք է մի քիչ ուղեղ ունենանք, որ մի քիչ մենք մեր շահերը գործարտենք։ Թրամփը խաղ է խաղում ամենտեղ։ Չգիտեմ։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև Ռուսաստան, Ուկրաինա, այս քանի ամիս է ձգձգվում։ Ինչ ընտրվել է Թրամփը հարցը լուծում է Ուկրաինայի, Ռուսաստանի պատերազմի։ Ու անարդյունք խաղ է խաղում Պուտին ու Զելենսկու գլխին, իմ կարծիքով։